Ես Անահիտ Հարությունյանն եմ, երգչուհի երգահան, սովորել եմ Արնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնում, այնուհետև սովորել ավարտել եմ Մոսկվայի արվեստի համալսարանը երգեցողության բաժինը։ Գրում եմ երգեր, ունեմ 70-ից ավել երգեր։ Արամ Գասպարյան, 54 տարեկան, ունեմ բարձրագույն կրթություն, բայց ճիշտն ասած, ես չեմ երգում։ Ես ուղղակի արտասանում եմ, ես ասմունքում եմ, ես գրում եմ։ Իմ ամուսինը Արամ Գասպարյանը ինքը շատ լավ ասմունքում է եւ իմ մտահղացումներ, որ խումբ կազմենք, որովհետեւ ես ստեղծեցի իմ հեղինակային երգերից մեկը դարձնելով կոմպոզիցիա ասմունքը երգի հետ։ Անահիտակի երգի, ես կասմունք եմ։ Այսինքն դա կոչվում է ուրեմն կոմպոզիցիա ռեպի եւ ռոք երաժշտության համադրություն է դա։ Ну, ռեպը մի քիչ ուժեղ ասվեց, բայց ասենք ավելի շուտ ռոքի հետ խառնող տա է։ Ռոքի եւ ռեպի համադրություն։ Ես պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ պարտվելու։ Չէ, պատրաստ չեմ, ես չեմ ուզում պարտվեմ, ուզում եմ հաղթեմ։ Ես չգիտեմ, թե ուր էիր, երբ կարոտս քեզ որոնեց։ Դու երևի այնտեղ էիր, երբ իմ հոգին քեզ հորինեց։ Այդպես մի նայիր, քեզ աղեղսում եմ, մի նայիր այդպես։ Կնայեմ ու նայելու եմ։ Այնքան ջերմություն ու քնքշանք կա քո մեջ հես։ Այնքան մտորում, որ ակամայից գերիտ եմ դառնում։ Ինչպես կարող եմ չսիրել ես քեզ։ Ինչպես կարող եմ չսիրել։ Երբ ինձանով ես ապրում ու շնչում։ Եվ դու ինձ համար հրաշք ես կարծես։ Երբ ես աշխարհում լոկ քեզ եմ տենչում։ Ինչպես կարող եմ չսիրել ես քեզ։ Ողջույն ձեզ։ Դուք դուետ եք։ Այո, ես Անահիտ Հարությունյանն եմ, իմ ամուսինը Արամ Գասպարյանը։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի է։ Լավ, ավել հարցեր չենք տալիս, շատ ավելի հետաքրքիր է իմա ձեզ լսելը, թե ինչ եք կատարելու։ Խնդրեմ կատարեք ձեր երգը։ Եթե միջև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, միևնույն է կգամ։ Ինչ էլ լինի կգամ, ուր էլ լինեմ կգամ։ Եթե մինչև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, միևնույն է կգամ։ Ինչ էլ լինի կգամ, ուր էլ լինեմ կգամ։ Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, վերջին հույսդ կամին արած տարած լինի, առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ, մենության մեջ լացող երգիդ վրա կգամ, առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ, մենության մեջ լացող երգիդ վրա կգամ։ Եթե միջև անգամ քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես եւ համարած լինես, որ աշխարհում չկամ, միևնույն է կգամ։ Բրավո! Եթե մինչև անգամ քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես եւ համարած լինես, որ աշխարհում չկամ, միևնույն է կգամ։ Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, վեր ուշերիդ վերջին քարանձավից խոնավ, միևնույն է կգամ, ինչ էլ լինի կգամ, վեր ուշերիդ վերջին քարանձավից խոնավ, միևնույն է կգամ, Լավա երբեք վոկալն Եթե միջև անգամ 1000 սարի ետև 1000 կապով կապված խաչով խաչված լինեմ, տքնած տանջված լինեմ, միևնույն է կգամ։
Սիրիլա էլի, ամուսիններ, բեմում, չէ։ Պաստեր երստեր են խոստովան։ Ազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, տքնած տանջված լինեմ և նույն է կգամ, կգամ և կդարնամ գտած բախտի ժպիտ և հավատի ժպիտ Այս սենց ընտանիքներ պետք է լինեն, սենց չէ, սիրող իրար։ Ուր էլ լինեմ կգամ, գետնի տակից կգամ, մի հեռավոր անհայտ, մոլորակից կգամ, եթե մինչև անգամ չկանչես էլ կգամ, մի հեռավոր անհայտ, մոլորակից կգամ, եթե մինչև անգամ չկանչես էլ կգամ, միևնույն է կգամ, ուր էլ լինեմ կգամ, ուր էլ լինեմ կգամ։ Вот это любовь. Բրավո, ժողովուրդ, շատ գեղեցիկ եք երգում դուք, շատ գեղեցիկ եք Մանավանդուք։ Յուրօրինակ զույգ եք ու դու եք, շատ հաճելի եք։ Մի բան էլ եմ ուզում լսեմ, չեմ, ես էլ եմ ուզում լսեմ։ Այ սովորեք, նայեք եւ սովորեք սիրել։ Այդ են ցապետ սիրել, բա։ Սա ինչ կպատմեք երկի մասին, մի երկու խոսք էլի, որտեվ Իհարկե կպատմեմ, ես երգչուհի երգահան եմ, Շաննա, եւ գրում եմ երգեր։ Դա ձեր երգն է։ Այո, իմ հեղինակային երգն է։ Խոսքերը Համոս Ահյանինն էր։ Բրավո, շատ գեղեցիկ եք երգում։ Էլ չասեմ, որ կարող եմ ձեզ Արամ դիմել ուղղակի։ Այո, երգը։ Էլ չասեմ Արամը ինչ համոհոտ էր տալիս էս ամեն ինչին շեշտելով են ամեն ինչը որ հեսա պետքա լինի։ Ֆանտաստիկ բանաց է։ Անոնց հիփ-հոփ։ Շատ հետաքրքիր էր, սա ուրիշ տեսակի հիփ-հոփ կուլտուրայի զարգացում է իման։ Իսկ old school, իսկ ինձ թվում է որ Տիկին Անահիտն է ուզեցե մասնակցի, պարոն Արամն էլ ասել է Մենակով ուր էլ լինես ես կգամ։ Թեկուզ գետի տակից X Factor էլ կգամ։ Շատ ճիշտ է։ Մի քիչ պատմեք էլ իրանց ընտանիքի մասին։ Քանի տարի ամուսնացած եք։ Մի հատ անհամեստ հարց եթե կարելի, քանի տարի ամուսնացած եք։ Այ ես դարձեցի չիմացա։ Մոտավորապես։ Երևի մի 200։ Ես ուզում եմ, որ բոլոր այն զույգերը, որ հիմա դիտելու են ձեզ, ձեզանից օրինակ վերցնեն, որ դուք ձեր ամուսնությունից անց 200 տարի իրար սիրում եք նեց, ոնց որ ձեր հարսանիքի օրը։ Բրավո։ Այո։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Ասում եմ այո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Երկու հատ այո, մի հատ ձեզ, մի հատ Արամին։ Ձեր երկեղեցողության համար Արամ ջան, այո։ Անչափ շնորհակալ եմ։ Երկու անգամ շնորհակալ եմ։ Ես ձեզ ասում եմ այո, այո։ Շնորհակալություն։ Դուք օրինակ եք բոլորիս, այո։ Բրավո։ Բրավո, կհանդիպենք հաջորդ փուլում։ Անպայման կհանդիպենք։ Տեսություն, հաջողություն։ Ոչ հարցեր եմ տալու, ոչ չլեն։ Ուղղակի ուզում որ ձեր նման այսպես սիրող ընտանիքներ մեր քաղաքում շատ լինեն։ Դա աստված։ Այդ այնց, այդ եմ ցանկանում։ Թե չմնացածը։ Jour après jour,
Ժարջյան, մենք անցանք X Factor-ը, 4 ժյուրին 6 այո ասեցին։ Ինչ լավ, հաջորդ փուլ եք անցանք։ Հա, անցանք հաջորդ փուլ։ Իմ հեղինակային երգը ներկայացրեցին, Կգամը, որ դու սիրում ես։ Շնորհավոր եմ։ Այնպես որ ամեն ինչ լավ է։ Հա, սեփական։ Լավ ժես։ Առաջինը ես ուզում եմ իր ուզածով լինի, ու համբերատարությամբ միշտ ուզում եմ որ իր ուզածով լինի։ Ինքը որ զգում է ես ուզում եմ իր ուզածով լինի, ինքն էլ փոխադարձ ուզում է որ իմ ուզածով լինի, ու այդ ձևով գալիս ենք մի ընդհանուր sense հայտարարի ու դա ամենը ինձ թվում է հենց դա է։ Լյուբով։ Այս կինը ասենք իր մեջի արվեստով, մեջի եղածով, ինձ համար այնքան կարևոր է, նույնիսկ գուցե ավելի շատ քան իմ կյանքը, նույնը իր համար իմ եղած բանը։ Դա դառնում է, ասենք, ոնց որ, ինչ ասեմ, H2O, ասենք, ջուր, որը չի գալի բաժանել։